Ապրիլի 24-ին վաղ առավոտից Մոսկվայի եկեղեցական համալիրի բակում Եղեռնին նվիրված հուշակոթողի մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում, արտահայտելով իրենց հարգանքն ու խոնարհումը անմեղ զոհերի հիշատակին։ Եկել էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, Ռուսաստանում Հայերի միության նախագահը, ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված տասնյակից ավելի օտարերկրյա դիվանագետներ, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ավստրալիայի, Եթովպիայի, Զամբիայի, Վենեսուելայի դեսպաններ ու խորհրդականներ։ Բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանությանը զոհ դարձած նահատակների լույս հիշատակը։ 110 տարի առաջ հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը հիշում ենք եւ կիսում այդ ցավը։ Այսօր այստեղ են գտնվում ռուս եկեղեցու ներկայացուցիչներ, այդ բարեկամությունը, որը միշտ եղել է, կա ու կլինի։ Եղեռնի 110-րդ տարելիցին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում բարեխոսական կարգ կատարվեց, որի ավարտին թեմակալ առաջնորդ Եզրա Սրբազանն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։ Նորին սրբությունն աշխարհասփյուր հայությանն ուղված իր խոսքում պատգամում էր գործադրել հետևողական քայլեր հայ ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու եւ նման ողբերգությունները կանխելու համար։ Դա մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև, ասվում էր ուղերձում։ Այսօրը շատ ծանր ու ողբալի օր է ողջ հայության համար, որովհետև չկա այնպիսի հայ ընտանիք, որն այդ սարսափելի տարիներին կորցրած չլինի հարազատ մարդու։ Այդ դեպքերից հետո հայ ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ։ Ինչ կարող եմ մաղթել 21-րդ դարում, որ ոչ մի տեղ նման ողբերգություն ոչ մի ազգի հետ չկատարվի։ Մենք որպես հայ, որպես ստեղի ապրող հայ, օտար մեր երկրից իրավունք չունենք մոռանալու, որովհետև եթե մենք մոռանանք, մենք ապագա չենք ունենա։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները շարունակվեցին Տապան թանգարանում։ Այստեղ բացվել էին վավերագիր լուսանկարների եւ այդ օրերին հայոց Եղեռնի մասին արտասահմանյան մամուլի արձագանքները ներկայացնող ցուցադրություն, որպես դարասկզբի ոճրագործությունների անհերքելի վկայություններ։ Ցուցադրությունը հանդիսավոր բացվեց Սուրբ նահատակների սրբապատկերի առջև մոմավառությամբ։ Նկարների թեմատիկան բազմազան էր։ Հայ մեծանուն գեղանկարիչներ Ժանսեմի, Մարիամ Ասլամազյանի, Նիկոլայ Նիկողոսյանի, Եղեռնին նվիրված կտավների կողքին ցուցադրված էին ցեղասպանության արհավիրքների այրոնալի ողբերգությունների մասին պատմող վավերագիր լուսանկարներ։ Առանձին ներկայացված էր նաև հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերում խորագրով ցուցադրությունը, որտեղ միջազգային առաջատար պարբերականների հրապարակումներն ու լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ դաժանությամբ են իրականացվել հայերի կոտորածներն ու տեղահանությունները։ Երբ մտածում ես, թե ինչ